Առայժմ մեկ բալիկ ունեմ, Աստծո կամոք ուզում եմ շատ բալիկներ ունենամ, եթե Աստված պարգևի։ Ինձ թվում է մայրությունը ամենաերջանիկ զգացողությունն է, որ կարող է կինը ունենալ, եւ նմանվելով Մարիամ Աստվածածնին, իր խոնարհությունը, իր բարությունը պետք է միշտ մշտապես կրենք մեր ներսում որպես մայր ու փորձենք նմանվել Մարիամ Աստվածածնին։ Էմմա Գևորգյանը ապրիլի 7-ին Էջմիածնի մայր տաճարում մասնակցում էր Սուրբ եւ Անմահ Պատարագի։ Այդ օրը հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը, որը նաեւ մայրության եւ գեղեցկության տոնն է։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այն հռչակվել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Տոնի առթիվ Միածնաեջ մայր տաճարում մատուցվեց պատարագ։ Տոնը նվիրված է ավետարանական պատմությանը, երբ Գաբրիել հրեշտակապետն այցելում է Սուրբ Կույս Մարիամին եւ հայտնում, որ նրանից ծնվելու է Աստծո որդին, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մարդկության փրկիչը։ Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի, ու նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի։ Կարդում ենք Ղուկասի ավետարանում։ Ավետման տոնին Միածնաեջ տաճարում պատարագ մատուցեց Վազգեն Աբեղա Կարապետյանը, պատարագիչը ներկայացրեց եւ մեկնեց ավետման տեսարանի խորհուրդը։ Իր խոսքում հայր Սուրբը նշեց. «Թող մեր սրտերը չկարծրանան կասկածի մեջ, այլ հակառակը փափկեն վստահության մեջ։ Թող մեր միտքը չխճճվի անպատասխան հարցերի մեջ, այլ հանգստանա Աստծո ներկայության մեջ։ Երբ մեր կյանքում կան դժվարություններ, անհաջողություններ, անորոշություններ, փորձություններ, հիշենք ավետման այս գեղեցիկ հրաշքը, Աստվածածնի պես Տիրոջն ասենք, քո ծառաներն ենք, թող լինի քո կամքի համաձայն»։ Օրվա իհարկե մեծագույն խորհուրդը Աստվածածնին հրեշտակի ավետումն է, բայց մեր քարոզում անդրադարձ կատարեցինք նաև Աստվածածնի հնազանդությանը, որովհետև գիտեք, երբեմն մարդու կյանքում լինում են իրավիճակներ, երբ ինքը չգիտի ինչ է իրեն սպասվում, ինչ պիտի լինի ապագայում, բայց տեսնում ենք, որ Աստվածածինը ուղղակի հնազանդվում է եւ հրեշտակին պատասխանում է կամ աղախին տյառն, Տիրոջ աղախինն եմ։ Այսինքն ինչ որ Տերը կամենում է, ինչ որ Աստված կամենում է, հնազանդ եմ եւ պիտի կատարեմ, եւ իմ օրվա պատգամը դա էր, որ նմանվենք Աստվածածնին եւ հնազանդ լինենք Տիրոջը, ինչ որ ինքը մեզ համար պատրաստել է, կամ ինչ որ նախախնամված է մեզ համար, միշտ հնազանդությամբ ընդունենք եւ Տիրոջը փառաբանենք եւ առաջ շարժվենք։ Սուրբ պատարագի ավարտին կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։ Արարողությունը կատարեց Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։ Մայր տաճարում օրհնություն ստացան նաև սարկավակների կանայք, որոնք իրենց զավակի ծնունդին են սպասում։ Բնականաբար Մարիամ Աստվածածնի բարեխոսությունն ենք խնդրում, որպես իր բարեխոսությամբ մենք լիահույս եւ ամուր կանգնենք մեր ոտքի վրա ու սպասենք այդ բերկրանքին, այդ ծննդին։ Սուրբ Մարիամ Աստվածածինը ընտրյալ էր, մոր կատարյալ կերպար։ Ապրիլի 7-ը մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր հռչակելուց հետո տոնը մեծ ժողովրդականություն է վայելում։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը, որում մասնավորապես ասվում է. Սուրբ Աստվածամոր հավատավոր ու առաքինի կերպարը դարեր շարունակ ներշնչման աղբյուր է եղել մայրերի համար։ Սուրբ Տիրամոր լուսաշող օրինակով հայ կանայք դժվարին ժամանակներում Աստծո կամքին անվերապահ հնազանդությամբ հաղթահարել են ծառացած փորձությունները, ամուր ու անսասան պահել հավատն ու սերը առ Քրիստոս եւ ապրել առ ազգն ու հայրենին անխախտ նվիրումով։ Աղոթում ենք, որ ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց եւ շնորհի բարեհաջող որդեցնություն։ Թող Բարձրյալն Աստված խաղաղություն պարգևի համայն աշխարհին, ապահովության եւ բարօրության մեջ պահպանի մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ մեր ժողովրդին։ Թող հույսի Աստվածը լիացնի ձեզ ամենայն ուրախությամբ եւ խաղաղությամբ։ Ամեն։ Ասվում է ամենայն հայոց հայրապետի ուղերձում։